Խնայել թե ծախսել։ Եթե այս երկընտրանքի առաջ ես, միանգամից ասեմ, որ լավ ապրելու համար պետք է խնայես։ Վերջ։ Դե լավ, քեզ էլի ասելիքներ ունեմ, բայց իմանաս ինչպես ծախսես, որ կարողանաս նաև խնայել, խնայածդ գումարն էլ ինչ անես։ Գնացինք։ Ծախսերը մեր գնումներն են։ Գնում ենք ապրանքներ, օրինակ գրիչ, համակարգիչ, հեռախոս, կամ ծառայություններ, օրինակ խաղեր, ժամանց։ Գումարը ծախսելիս նախ պետք է դա անենք կարիքների համար, հետո նոր ցանկությունների։ Ամեն մարդու համար կարիքն ու ցանկությունը տարբեր է։ Մեկի համար ավտոմեքենան կարիք է, քանի որ դրանով նա աշխատում է ու գումար վաստակում։ Իսկ մյուսի համար ավտոմեքենան ցանկություն է, քանի որ եթե չլինի, այլ ընտրանքը կգտնվի։ Կարիքներին պետք է հատկացնել ունեցած փողի 50%-ը։ Եթե ստացել ես 10,000 դրամ, կարիքներին հատկացվող գումարը կլինի 5,000-ը։ Որոնք են քո կարիքները՝ սնունդ, տրանսպորտ, հագուստ, թվարկիր։ Կարիքները բավարարելուց հետո կարող ես անցնել ցանկություններին։ Վահանն ամեն շաբաթ որոշում է, թե որ ցանկությունները կարող է բավարարել այս շաբաթ, ինչին գումար հատկացնել։ Օրինակ այս անգամ կինոյի հերթն է։ Ասեմ, որ ցանկություններին կարող ես հատկացնել ունեցածդ փողի 30%-ը։ Օրինակ 10,000 դրամից 3,000 դրամով կարող ես գնալ կինո կամ գնել սիրելի իրդ։ Մեզ մնաց գումարի 20%-ը։ Բա դա ինչ անել։ Այ կարծես թե գլխի ես ընկնում։ Խնայել։ Բայց կա մի շատ կարևոր բան, որ պետք է անես, եթե որոշել ես լավ ապրել։ Պետք է նախ խնայես, մինչև այդ բոլոր ծախսերն անելը։ Բոլոր ֆինանսիստները եկել են մի եզրակացության։ Եթե ցանկանում ես ապահով ապագա ունենալ ու իրականացնել երազանքներդ, պետք է կարողանաս խնայել ցանկացած գումար ստանալուց անմիջապես հետո։ Էվոկատինզը քեզ հնարավորություն է տալիս ամեն նպատակիդ համար խնայել առանձին ու հասնել նպատակներիդ։ Խնայած գումարով եւս կարող ես գումար աշխատել։ Եթե գումարդ բանկում ավանդ դնես, այն կաչի եւ դրանք ավելանան տոկոսագումարներ։ Դա կարող ես անել հենց այս հավելվածի միջոցով։ Իսկ տանը պահելն այնքան էլ ապահով չէ, քանի որ կարող ես ծախսել, կարող են անգամ գողանալ, գումարը կարող է վնասվել։ Վերջի վերջո ապրանքների ու ծառայությունների գները կթանկանան, բայց գումարդ կմնա նույնը։ Մի որոշ ժամանակ գումարը հավաքելուց հետո խելամիտ օգտագործիր այն, որ գումարային աճ ունենաս ու նպաստես երազանքների իրականացմանը։